Ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքում։ Երեխաները նույն ընտանիքից են։ Բեկորներից վնասվածքներ ստացած մեծահասակները հոսպիտալացվել են։ Կրասնոդարի նահանգապետ Վենյամին Կոնդրատևի խոսքով անօդաչուների բեկորներ են ընկել նաև նավահանգստում գտնվող մի ձեռնարկության վրա։ Գիշերը ուկրաինական դրոնները օզոնի պահեստներին էին հասել։ Հարվածների հետևանքով խոշոր հրդեհ էր բռնկվել Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքում ռուսական օզոն ընկերության Վոլգայի ամենամեծ պահեստներից մեկում։ Վիրավորներ կան։ Ավելի ուշ օզոնը վերսկսել է աշխատանքը սովորական ռեժիմով։ Գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի վրա հրթիռներ և 217 անօդաչու թռչող սարք են արձակել։ Չնայած դրանց մեծ մասը 182 անօդաչու և 9 հրթիռ խոցել է հոպը, Կիևում հարձակման ենթարկված երկաթուղային ձեռնարկության հետևանքով 1 աշխատակից զոհվել է։ Զապորոժիեում երկաթուղային է հայտնվել ռուսական հրթիռների թիրախում։ Ուկրաինայի նախագահի խոսքով 3 մարդ տուժել է։ Օդեսայում էլ երկաթուղային կայարան է վնասվել։ Ռուսական զինուժը նաև Բրովարի լոգիստիկ կենտրոնին Նովայա Պոչտա ընկերության տեսակավորման մեծ համալիրին է հարվածել։ Թիրախում է եղել նաև Դարնիցա դեպոն, որը սպասարկում է Ուկրաինայի զինուժի համար սպառազինություն ու ռազմական տեխնիկա տեղափոխող լոկոմոտիվները։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, բարձր ճշգրտության զենքով ռազմական պահեստներ են խոցվել Չեռնոմորսկ և Յուժնի նավահանգիստներում, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքներ Օդեսայի մարզում։ Հաղթանակի համար ամեն ինչ անելու խոստում է տվել Վլադիմիր Պուտինը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Եդինայա Ռոսիա կուսակցության համագումարի ժամանակ։ Համոզված եմ, որ միայն այն քաղաքական ուժը, որը միշտ կանգնած է եղել իր ժողովրդի կողքին և նրա հետ միասին անցել է ամենադժվար փորձությունների միջով, ապացուցել է իր անկախությունը և իրական գործողություններով ցույց տվել իր արժեքը, կարող է իսկապես հաջողության հասնել։ Եդինայա Ռոսիայի պարտականությունն է անել հնարավոր ամեն ինչ հաղթանակի հասնելու համար։ Նախորդին Դնեպրոպետրովսկի Կրիվոյ Ռոգ քաղաքի առևտրային կենտրոնին էր հարվածել Ռուսաստանը։ Զոհերի թիվը հասել է 16-ի, վիրավորվել է 130 մարդ։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Եվս 9 մարդ, այդ թվում 2 երեխա, համարվում է անհետ կորած։ Իր հայրենի քաղաքի վրա հարձակումը Զելենսկին որակել է ցինիկ և նողկալի։ Նա հայտնել է, որ հարձակման 2 ալիք է եղել, երկրորդը թիրախավորել է տուժածներին շտապ օգնություն ցուցաբերողներին։ Թերեզա Կադաևչյան, Էլեն Յահինյան, Հայլուր։